աշխատանքային 2 օր պլանավորում ենք անցկացնել Սյունիքի մարզում, որի ընթացքում տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը ձեզ կներկայացնի ճանապարհների մի մասը, որը նորոգում, հիմնանորոգում կամ կառուցում ենք Սյունիքում։ Այդպիսի ճանապարհները բազմաթիվ են եւ ինչի ենք ընտրել նաեւ Սյունիքը, որովհետեւ այստեղ հյուսիս-հարավի ճանապարհի հիմնական հատվածները, որտեղ թունելների կառուցման ծրագրեր ենք ընթացքի մեջ են ծրագրերը կամ նոր ծրագրեր ունենք մեկնարկելու, այս հատվածներում են եւ պլանավորել ենք նաեւ 2 աշխատանքային օրվա ընթացքում ձեզ ցույց տալ այդ բոլոր աշխատանքները, որոնք ընթացքում են կամ առաջիկայում կմեկնարկեն։ Հիմա գտնվում ենք Խնձորեսկ ներքին Խնձորեսկ գյուղերը իրար կապող 10 կիլոմետր երկարությամբ ճանապարհում, այստեղ հիմնանորոգման աշխատանքներ են իրականացվում։ Աշխատանքները մեկնարկել են այս տարվա տարեսկզբին։ Հիմա տեսնում եք լայն թափով արդեն այս հատվածում իրականացվում են ներքին շերտի ասֆալտապատման աշխատանքներ։ Գյուղամիջյան հատվածներում ուրեմն մայթերի կառուցման աշխատանքներ են իրականացվում, եզրաքարերի տեղադրման, ջրահեռացման համակարգի կառուցման աշխատանքներ են իրականացվում։ Ընդհանուր արժեքը 2.3 միլիարդ դրամ է այս հատվածի հետ կապված, ասեմ, որ նախկինում ճանապարհը անանցանելի էր գրեթե, մեծ դժվարություններ ներկայացնում եւ համայնքների բնակիչների համար եւ այս համայնքներ ընդհանրապես այցելող բոլոր տրանսպորտային միջոցների համար։ Մենք այստեղ նախատեսել ենք երկշերտ ասֆալտի 2 շերտի տեղադրում։ Հիմա առաջին շերտի տեղադրման աշխատանքներն են, որի հաստությունը 6 սանտիմետր է եւ նաեւ նախատեսել ենք եւս 5 սանտիմետրանոց վերին շերտ տեղադրել, դրանից հետո ճանապարհը կգծանշվի, կկահավորվի երթևեկության նշաններով եւ կհանձնվի շահագործման հիմնական մասը 2025 թվականի ընթացքում։ Պարոն Խուդատյան, որակը ասֆալտի հետ կապված ինչպես է ստուգվում, որովհետև գիտենք, որ նախ մյուս ճանապարհները, որոնք կառուցվել են, Տաթև Լծեն, Որոտանխոտ եւ այդ հատվածներում բազմիցս բողոքներ են եղել, փոսեր են առաջացել, վերնագրարումներ են, ինչպես նաեւ սարքերը բողոքում էին որակից։ Շատ լավ, ես նախ կներկայացնեմ, որ մենք 2 տեսակի ճանապարհներ ունենք, որոնք ավարտվել են եւ մենք ամբողջությամբ վճարել ենք այդ ճանապարհների համար, այնտեղ վճարումները իրականացնում են լաբորատոր փորձարկումներից հետո, իսկ ձեր նշած ճանապարհների մի մասը ընդունված չի, դրանց համար վճարում իրականացված չի եւ այդ աշխատանքները ավարտելուն պես թերությունները վերացնելուց հետո միայն մենք այդ ճանապարհները կվերցնենք շահագործման եւ համապատասխան վճարումներ կանենք։ 2025 թվականին մեր մոտեցումը հետեւյալն է. մենք բոլոր ճանապարհները, որոնք կառուցվում են պետական բյուջեի այս կամ այն չափ մասնակցությամբ, լինի դա 100% պետական բյուջեի ֆինանսավորում, թե օրինակ պետական համաֆինանսավորման ծրագրի շրջանակներում իրականացվող ասֆալտապատման աշխատանքներ, մենք այդ բոլոր տեղերի լաբորատոր նմուշառումներ անում ենք նաև ճանապարհային դեպարտամենտի լաբորատորիայում։ Պիտի ասեմ նաև, որովհետև շինարարներին ընտրության հնարավորություն է տրված, որ իրենք էլ այլ լաբորատորիաներից եզրակացություն ներկայացնեն, բայց մենք որպես հիմնական պատվիրատու եւ ոլորտի քաղաքականություն մշակող 2025 թվականին մեր ամբողջ ճանապարհային ցանցի համար հենց ինքներս ճանապարհային դեպարտամենտի լաբորատորիայով նմուշառում ենք անում, սրան զուգահեռ նաեւ ավելացնում ենք ճանապարհային դեպարտամենտի լաբորատորիայի կարողությունները եւ պիտի արձանագրեմ, որ այդ ամբողջը պատշաճ իրականացնելու դեպքում 2025 թվականին ճանապարհային նորոգման աշխատանքներում որակական էական փոփոխություններ նկատելի կլինեն մեր քաղաքացիների համար։ Այո, մենք ընդունում ենք, որ որոշ տեղերում խնդիրներ կան, այդ խնդիրների մի մասը օբյեկտիվ են, մի մասը սուբյեկտիվ են, բայց այդ բոլոր խնդիրները ընդունում ենք ի գիտություն եւ ինստիտուցիոնալ ճանապարհով գնում ենք այդ բոլոր խնդիրների լուծման ուղղությամբ եւ ասեմ, որ այդ խնդիրները լուծելի են։ Կապալառուն է մեղավոր այդ խնդիրների հետ կապված մասնավորապես ասֆալտի վրա։ Այնտեղ որտեղ որակական խնդիրներ են, այո, կապալառու ընկերություններն են մեղավոր, բայց ունենք տեղեր, որտեղ իրականացման հետ կապված նախագծային լուծումներն են ոչ ճիշտ ընտրված, այսինքն նախագծող կազմակերպությունների մասով եւս խնդիրներ ունենք։ Հիմա պատշաճ ուրեմն հսկողություն ենք իրականացնում եւ բուն շինարարական գործընթացի նկատմամբ, դրան ներգրավված են նաեւ մարզպետների աշխատակազմերը, բնականաբար տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպությունները, բայց նաեւ նախագծման փուլում ենք հետեւողական եւ փորձում ենք
իրականում տեղանքին համապատասխան ճիշտ նախագծային լուծումներ տալ, որպեսզի դա նաև բարդություն չդառնա շինարարների համար շինարարության իրականացման բուն գործընթացի ընթացքում։ Որքան է երաշխավորվում, որ տվյալ ճանապարհը կծառայի մեքենաներին, գիտենք, այստեղ հատկապես բեռնատարներն են ասում մասնավորապես իրանից եկող, նաև երևի հատվածների մասին էլ։ Քանի որ մյուս ոլորտը ճանապարհային քաղաքականության մշակման ամբողջ ոլորտը տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության համակարգման տիրույթում է, մենք գործընկերների հետ հիմա օրենսդրական նախագիծ ենք մշակում, որը հնարավորինս կխոչընդոտի, մենք փորձում ենք այնպես անել, որ ամբողջովին բացառի գերբեռնված մեքենաների առկայությունը Հայաստանի Հանրապետության ճանապարհների վրա, որովհետև գերբեռնված մեքենաները իսկապես խնդրեմ են առաջացնում ճանապարհներին, այդպիսի բազմաթիվ ճանապարհներ ունենք, որոնք քանդվել են, որովհետև գերբեռնված մեքենաներ են այնտեղով երթևեկություն իրականացնել։ Կարծում եմ այս հարցը եւս լուծելի հարցերի շարքում է եւ մենք հիմա անհրաժեշտ օրենսդրական փոփոխություններ կանենք խնդրի լուծման ուղղությամբ։ Շրջաններն էլ անգամ իրավունք չեն տալիս, որովհետեւ շատ հաճախ շրջանցում են, բեռնատարները այդ շրջանները ինչ լուծում եք պատկերացնում դրանից բացի։ Մի քանի լուծումների տարբերակներ ունենք, ներառյալ նաև գործառույթների բաշխման մասով վերահսկողական գործառույթների մի մասի բաշխում իրականացնելու, կշերտների թիվը ավելացնելու, նաև քննարկում ենք բեռնատարների GPS-ներով կառավարելու հարցը, որը մեզ հնարավորություն կտա իրական ժամանակում բեռնատարների շարժի մասին ունենալ անհրաժեշտ ինֆորմացիա։ Մեկ էլ այս հատվածի կապալառնով է, պարոն Խիթակյան։ Այս հատվածում Ոսմար ընկերությունն է շինարարական աշխատանքներ իրականացնում, կապալառու ընկերության ներկայացուցիչները եւս այս բանի շինհրապարակում։ Վերջին անգամ երբեք հիմնանորոգվեց ճանապարհը։ Հետ խորհրդային ընթացքում հիմնանորոգման աշխատանքներ չեն իրականացվել։ Սա 80-ականների, 70-ականների կառուցված ճանապարհ է, որը կառուցումից հետո նորոգման չի ենթարկվել։ Շնորհակալ մեծ ճանապարհը շինարարական աշխատանքները որքանով են փոփոխում մարզում պատկերը ճանապարհների Դուք նկատեցիք, որ ճանապարհները, որոնցով մենք եկել ենք, գրեթե ամբողջությամբ նոր վերանորոգված են։ Իհարկե կան հատվածներ, որտեղ այս պահին են աշխատանքներ իրականացվում, կան որոշակի հատվածներ, որոնք ուրեմն աշխատանքները կմեկնարկեն առաջիկա ամիսների ընթացքում։ Պիտի ասեմ, որ մեր քաղաքականությունը յուրաքանչյուր տարի 500 կիլոմետր ճանապարհ պետական բյուջեի միջոցներով կառուցելու եւ եւս 200 կիլոմետր կառուցելու պետական համաֆինանսավորման ծրագրով համայնքային նշանակության ճանապարհներ հիմնական էականորեն բարեփոխել են ճանապարհային ցանցը։ Մենք 2018 թվականից հետո ավելի քան 4000 կիլոմետր ճանապարհ են կառուցել, նորոգել եւ հիմնանորոգել եւ իմիջիալոց մի հետաքրքիր ինֆորմացիա կուզեմ փոխանցել ձեզ եւ մեր քաղաքացիներին։ Հեղափոխությունից հետո կառուցված, շահագործման ընդունված եւ ամբողջովին վճարված խոսքը հիմնանորոգված եւ նոր կառուցված ճանապարհների մասին է։ Վճարված եւ շահագործման ընդունված այնպիսի ճանապարհ չկա, որտեղ անհրաժեշտություն է եղել երկրորդ անգամ նորոգման աշխատանք իրականացնել։ Խոսքը 7 տարվա ճանապարհի մասին է արդեն եւ պետք է ուրախությամբ արձանագրեմ, որ մեր բոլոր հիմնանորոգված կամ նոր կառուցված ճանապարհներում երկրորդ աշխատանք իրականացնելու անհրաժեշտություն չի եղել, եթե այդ աշխատանքները ընդունվել են պետության կողմից։ Պիտի նաև ասեմ, որ կան բազմաթիվ ճանապարհներ, որտեղով նոր կառուցված ճանապարհներ, նոր միջին նորոգման հիմնականում ենթարկված ճանապարհներ, որտեղով երբ որ քաղաքացիները ասում են տպավորություն կա, որ այդ ճանապարհները քանդված են եւ դրանք ընդունված են շահագործման մեր կողմից, պիտի ասեմ, որ մենք այս պահին հանրապետությունում 26 տարբեր ճանապարհի հատված ունենք, որոնք կառուցված են, որոնց հետ կապված խնդիրներ կան արձանագրված, բայց այդ ճանապարհները նաև շահագործման ընդունված չեն, այդ ճանապարհների մասով նաև կապալառու ընկերությունները վճարված չեն։ Շատ ժամանակ կարող է տպավորություն ստեղծվել, թե նոր կառուցած ճանապարհը քանդվում է եւ դրա համար վճարվել է, պիտի արձանագրեմ, որ մենք 26 այդպիսի ճանապարհ ունենք, որտեղ խնդիրներ կան արձանագրված եւ որոնց համար չի վճարվել։ Այնտեղ, որտեղ գնումների մեխանիզմը մեզ թույլ է տալիս կապալառու ընկերությանը արգելել ուրեմն մասնակցել հետագա գնման գործընթացին, գնում ենք այդ ճանապարհով, իսկ այնտեղ, որտեղ թերությունները շտկելուց հետո աշխատանքը դառնում է մեզ համար ընդունելի, մենք ընդունում ենք այն հույսով, որ շինարարական ընկերությունն էլ կրկնակի վճարելուց հետո ինքը առաջինը պիտի շահագրգռված լինի, ավելի որակյալ աշխատանք իրականացնել։ Նաև կուզեմ ասեմ, որ
ճանապարհով զբաղվող շինարարների, ճանապարհաշինարարների կարողությունների էական լավացում կա վերջին տարիների ընթացքում, եթե դուք նկատեք բազմաթիվ տեխնիկաներ վերջին տարիների արտադրված տեխնիկաներն էականորեն թարմացվել են նաև կառուցապատում իրականացնող ընկերությունների ավտոպարկը, սա գալիս է այն հանգամանքից, որ պետությունը իսկապես մեծ պատվեր է տալիս ճանապարհաշինական ոլորտի համար եւ այդ պատվերը տարիների պլանավորում ունի, այսինքն շինարարները վստահ են, որ անհրաժեշտ ներդրում անեն իրենց տեխնիկական եւ մասնագիտական հմտությունների բարելավման մեջ, երկարաժամկետ լուծում կլինի, որովհետեւ պետությունը արդեն բավականին երկար ժամանակ առնվազն 500 կիլոմետրի մասով շարունակում է պետական պատվեր տալ եւ կառավարության քաղաքականությունն է շարունակել այս աշխատանքը երկար ժամանակ։ Սյունիքում աշխատանքները իսկապես ծավալ ունեն, եթե հաշվի առնենք նոր կառուցվող ճանապարհների մասը, այո, պիտի ասեմ, որ ամենամեծ ծավալի եւ մեր ամենաթանկ նախագծերը այս պահին ընթացքում են գտնվում կամ կմեկնարկեն Սյունիքի մարզում։